Թրամփի սկսած տարիֆների պատերազմը ստեղծեց վիճակ, որից հենց իր հետևորդներից շատերը, մանավանդ նրանք, որոնք աշխատում են, ասենք թե ֆարմերներ են, այսինքն գյուղատնտեսական արտադրանքի վրա են նստած, նրանք շատ տուժվեցին, որտեվ օրինակի համար սոյայի արտադրողները, որ Չինաստանը էին ծախում համարյա 100%-ով, Չինաստանը պարզապես ասած դադարեց առնել, իսկ դադարեց առնել էկոնոմիկական պատճառներ կան, որ միայն թշնամական վերաբերմունքը չի, որտեղ եթե դու իմ ապրանքի վրա տարիֆ ես դնում, ես էլ քոնի վրա եմ դնում տարիֆ, քո ապրանքի գինն էլի մոտ ավելանում, ես արդեն շահավետ չի, որ քեզանից առնեմ, կառնեմ այնտեղից, որտեղ այն երկրից, որտեղ այս տարիֆների հարց չկա եւ ես ավելի էժան գնով կառնեմ։ Խոսքով շատերը, այսինքն, իսկ եթե պատկերացրեք, որ ֆերմերները շատ բան չեն, իրենց բարեկեցությունը կախված է համենը միջև հաջորդ բերքը եւ հաջորդ կոնտրակտը։ Եթե դրանց բերքը ինչ-որ պատճառով չկարողացան հավաքեն, ուրեմն իրենք մնում են հսկայական պարտքերի տակ, այդ տեխնիկան որ պետք է առնեն, այդ սերմերը որ պետք է առնեն եւ այլն, դրանց մասին չեմ ուզում խորանալ, բայց իրենց բարեկեցությունը իսկապես կախված է իրենց կոնտրակտների հետ։ Այդ որ վերացրեցիր, ինքը իրականում ինչ հարեցիր լավ։ Յանի մենք տարիներով լավ առևտուր ենք անում Չինաստանը ենք ծախում մեր ապրանքան։ Ուրիշ մի բան էլ եղավ, հիմա նույնիսկ սկսեցին արդեն ռեկլամներ հանել դրա մասին, դա կավբոյներն են, կոպիտ ասած, բիզ արտադրողները, որտեվ ինչպես Ամերիկայի լսողները գիտեն, այստեղ մուսիկները լավ բարձրացել են վերջին տարիներին, մի փոքր ինչավ, վերջի ասեք 6 ամսվա ընթացքում, մի տարվա ընթացքում, բայց էլի շատ ավելի բարձր, քան թե ասեք առաջ էր։ Իրենք ասում են, որ եթե գինը բարձր է, ուրեմն հենց դա բարձր գինն էլ դա բուժումն է, այսպես ասած, որովհետև դա ստեղծում է նոր արտադրողների, որոնք երբ որ սկսում են իրենք էլ արտադրել, քանակը առաջարկը մեծանում է շուկայում, իրենց սկսում է անգնել։ Այս պիտի լիներ։ Իսկ այդ փոխանակ դրան սпасելու Թրամփը իբրև թե ինֆլյացիայի դեմ կռվելու նորից իրան քաղաքական նպատակների համար պետք եղավ, ինքը փաստորեն բացեց շուկան Արգենտինայից միս բերելու։ Այսինքն եւ ասաց, որ օքեյ, բերեք առանց բարձր այդ տարիֆները իրենց վրա չի դնում, որպեսզի միսը կամ սիգինը իջնի, որպեսզի ինքը ասի, որ տես ես ինչ բան արեցի։ Լավություն արեցի, բայց այդ կաբոյների 99%-ը որ իրեն համար էին քվեարկել, կաբոյը իհարկե բանով եմ ասում, միս արտադրող մեծ կորպորեյշններ են, ֆիրմաներ են, ոչ թե կինոների նման կաբոյներ, բայց նրանք բոլորը շատ մեծ հիասթափություն ապրեցին, ասում են ինչ եղավ, շուկան մեր փաստորեն տվեց իր Արգենտինային։ Այս էլ ուրիշ բան, այս օրինակ ասում եմ օրինակներ են բերում, թե ինչու համար ինչ ճնշումներ կան Թրամփի վրա։